Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեզ ճշգրիտ եւ հավաստի բարձավանումներ, իհարկե ամենից ամենաանևողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենահասկային շոքերթը, որը վարում եմ ես, Լիաննա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր «Ով է նա» խորագրի շրջանակում։ Այս շաբաթ «Ով է նա» խորագրի շրջանակում հայտնվեցին Հոսո Եգանյանը, Վիգեն Բալասանյանը եւ Վահագն Ղազինյանը։ Գուշակելու է նրանք «Ով է նա» խորագրի այսօրվա հերոսին բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք եթերին։ «Ով է նա» խորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք։ Դա իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենաքաղցրասեր աստղեր։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղցրասիրությունը բնորոշ է ոչ միայն սովորական մարդկանց։ Շատ հայտնի մարդիկ սիրում են քաղցր եւ թեկուս եւ պահպանում են գեղեցիկ կազմվածք, այնուամենայնիվ չեն կարողանում իրենց զսպել եւ ուճուրիկ կտորով օգտվում են քաղցրից։ Հայտնի փաստ է, որ ես էլ անուղելի քաղցրակեր եմ եւ այս պահին էլ նստած սպասում եմ, թե երբ է ավարտվելու մեր այսօրվա նկարահանումը, որպեսզի տան ճանապարհին մտնեմ իմ շատ սիրելի քաղցրավենիքների խանութը, գնեմ այնտեղից իմ ամենասիրած թխվածքներից մեկը եւ տուն վերադառնալուն պես մեկ սուրճի բաժակի շուրջ վայելեմ այդ քաղցրը։ Ստանալով երջանկության հորմոնի իմ համապատասխան չափաբաժինը, ես դառնում եմ միանգամից աշխարհի ամենաառույգ եւ ամենաբարի մարդը, որովհետեւ հոգնածությունը հոդս է ցնդում։ Վստահ եմ, որ շատ ծանոթ իրավիճակ նկարագրեցի այս պահին ու շատ-շատերը ինձ նման սիրում են քաղցր եւ պատահական չէ նաեւ, որ մենք բարբերաբար վերադառնում ենք այս թեմային ու այսօրվա մեր շքերթի մասնակիցները անկեղծ խոստովանելու են, թե իրենք ինչպիսի քաղցրակերներ են եւ ինչ քաղցրավենիքներ են նախընտրում։ Հետաքրքիր բացահայտումներ ու անկեղծ խոստովանություններ դիտում ենք հենց այս պահին։ Շատ ճիշտ թեմայով եք այսօր ինձ հյուրընկալել, քանի որ քաղցրի հանդեպ ունեմ աննկարագրելի թուլություն։ Ուրախացնում է մի բան, որ քաղցրասերները երբեք վատը չեն լինում։ Լիլիթ Հավդալյան։ Փոքրուց այդ կոնֆետ, կակա այդ վիճակները եղել է։ Այն ժամանակ կար մի հատ կոնֆետ, ինքը սենց 3 հատ բանով, ես դրանով էի խափնվում եւ գնում մանկապարտեզ, սենց ավելի մոտիվացված գնում էի, որ վերջում ինձ գնալու են այդ կոնֆետից։ Հիմա այս շրջանում մի քիչ կարող է ավելի քչացել է, այսինքն առաջ եթե ես ունեի քաղցր, այդ քաղցրը չէր մնում ընդհանրապես։ Тебе что намазать? Меду или сгущенного молока? Тебе меду или того и другого? И того и другого, и можно без хлеба. Հիմա կարող եմ ասենց ինչ-որ մի հատ փոքրիկ կտոր ուտեմ, մնացածը պահեմ։ Անգամ եղավ մի շրջան կյանքումս, որ շատ խիստ դիետա որոշեցի պահեմ։ Երրորդ օրը ուշագնաց եղավ։ Հետո պարզվեց, որ քաղցրի արագա ռեսկի հանելուց բաներ խախտվել ինձ մոտ, այնպես որ հիմա եթե անգամ որոշում եմ ինչ-որ սննդակարգ պահել, հետևում եմ այն սննդակարգերին, որ քաղցրը չես հանում։ Ցանկացած դիետայի մեջ խրախուսվում է, անգամ պարտադիր է, ամիսը գոնե մի անգամ մինիմում խախտել է դիետան։ Յանա, դու 3 ես սկսել ես դիետա։ Կթողնես ապրեմ։ Մաման ճիշտն ասած հիմա այդքան շատ չի թխում, որովհետև ասում է, չէ, հերիք է, բայց եթե անգամ ես օրինակ չեմ հասցրած լինում, առնեմ տնից այդ օրը դուրս եկած չեմ լինում եւ այլն, ծայրահեղ, ծանր պայմաններում մեղրը ձուն շաքարավազով խփում եմ, շատ սիրում եմ մածունը, ինչ որ մուրաբաներով, խոսքով ես ալտերնատիվ տարբերակներ ամեն դեպքում գտնում եմ։ Արագ պատմեմ, եփովի կրեմ եմ պատրաստել եւ փոքրիկ կեքսիկ եմ պատրաստում։ Այսպես կլոր կտրատեցի, դնում եմ բաժակների մեջ, ելակը շաքարավազով խփեցի, լցրեցի իմ խմորիկի վրա, այնուհետև վրան ավելացրեցի եփած համեղ կարագով կրեմը, շատ համեղ դիսերտ է, իսկական տորտիկ է, ուղղակի փոքր պորցիաներով բաժակների մեջ զարդարել եմ ելակով, ելակի հյութն եմ լցրել վրան, անկեղծ եմ ասում, շատ համեղ է, իհարկե գիշերվա բան չի, բայց դա է։ Այն հարցին, թե ինչ տեսակի թխվածքներ է սիրում Լիլիթը, ինքն անկեղծ խոստովանեց հետևյալը։ Վայ,
խենթանում եմ խմորեղենների համար, մանավանդ ցենց շոկոլադային։ Ես չեմ հասկանում խմորեղեն, որը կրեմով չի, առավել եւս այս ժամանակակից խմորեղենները, որ խմորով չեն։ Մրգային տորտիկներ օրինակ չեմ սիրում։ Միակը երևի որ ելակովը, որ սիրում եմ, մնացած, չգիտեմ, մալինան, անանասն անում, դեղցենան, խնձոր, չեմ հասկանում այդ համադրությունները։ Միրգել եմ շատ սիրում, բայց առանց խառնելու։ Ես չեմ սիրում այն ստից կոնֆետները են, որ տենց այնքան որ պիտի լինի շոկոլադ, ինչ որ ասելիք ունենա, ինքը որ համով լինի, բան հասկանաս։ Լիլիթն անկեղծ խոստովանում է, որ մանկուց սիրել է իր հասանելիք քաղցրի որոշ մասն ուտել, իսկ որոշ մասը պաշարել, որպեսզի տանը քաղցրավենիքի բացակայության պարագայում ունենա իր հասանելիք քաղցրի պաշարը։ Եղբայրս անգամ անունս դրել էր փոքր ժամանակ Ագուծի, դա սկյուռի տեսակ է, որ ընկույզները հավաքում է, հետո մոռանում է, միտեղ պահում է, այդպես մնում է, այդտեղ ծառ աճում։ Մի շաբաթ հետո 10 օր հետո բացում էի դարակս եւ տեսնում էի կոնֆետի թուղթ է, այնտեղ կոնֆետը չկա։ Ախպերս քանի որ արդեն գիտեր իմ այդ սովորության մասին, շրջում էր բոլոր դարակներից հանում ուտում էր իմ կոնֆետները հոգեպահուստ։ Այդ ամենին Լիլիթ Հավդալյանը հավելեց. Շատ համեղ պատրաստում եմ լավա քեյք, գտել եմ ոնց իդեալական ռեցեպտը։ Տորտիկներ եմ կարողանում համով սարքել։ Այս վերջերս սարքեցի կոկոսով, ունեի կոկոսի լիկյոր, որը Հայաստանում չի ճարվում, ինձ բերել էին դրսից, բիսկվիթային խմոր արեցի ու կոկոսի այդ լիկյորով ոնց ցողեցի ամբողջը, վանիլային կրեմով, երբովի ուխտացրած կաթով։ Այդ ինչ համեղ սպիտակ տորտ էր ստացվել կոկոսային, չեք կարող պատկերացնել, ովքեր ասած, «Էս ինչ է»։ Անդրադառնալով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենակաղցրակեր աստղերին եւ կուզեմ հիշատակել հոլիվուդյան աստղ Լիլի Քոլինզի անունը։ Լիլին հաճախ իր հարցազրույցների ժամանակ խոստովանել է, որ ուղղակի խենթանում է ֆրանսիական հրուշակեղենի, մասնավորապես կրուասանի համար։ Պատկերացնում եք, թե ինչ երանությամբ էր Լիլի Քոլինզը նկարահանվում Էմիլի in Paris-ում ֆիլմում եւ խոստովանում, որ այդտեղ յուրաքանչյուր առավոտն իր մոտ սկսվում էր նախաճաշից, որն ինքը անում էր շոկոլադե կրուասանով։ Հետաքրքրական է նաև, որ Լիլի Քոլինզը հետևում է առողջ ապրելակերպին եւ բալանսավորված սննդակարգին եւ այնուամենայնիվ երբեք չի հրաժարվում իր սիրած որակով շոկոլադե կրուասանից։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ես ուղղակի խենթանում եմ քաղցրի համար, թեև այն ինձ արգելված է։ Գոհար Բաղդասարյան։ Ինձ ընդհանրապես հակացուցված է քաղցր ուտելը, որտեղ ես դիաբետիկ եմ, բայց խելագարվելու չափ սիրել եմ քաղցրը փոքրուց ու գաղտնի միշտ կերել եմ։ Հիմա առավել եւս շատ եմ ուտում, մեքենայից ամեն մի անկյունում կարելի է գտնել քաղցրի ինչ-որ տուփ մնացորդ, որը որ վեճերի է պատճառադառնում հարազատներիս, ընկերներիս կողմից։ Բոլորը գիտեն, որ այդ իմ դիաբետը անուն ունի նաև, իմ ընկերն է, ես շքրո եմ դրել իր անունը։ Քաղցրի ուտելը նաև եղել է շատ հղի ժամանակ ու կար մի տենց բրենդը չբարձրացնեմ Միկադո տորտերի, տենց այսինքն մեծ տուփ էր ինքը, երևի մի 8 կտոր այդ տուփի մեջ ու բավականին մեծ կտորներ։ Ես ամեն գիշեր այդ մի տուփը ուտում էի, ջուրը խմում էի, պառկում։ Քաշը շատ է շատացել։ Да, мне уже пора пройти этот курс. Вчера попробовала надеть кружевное платье, оно меня обтянуло, как оболочка на колбаске. Գնացի բժշկի, ասեց դե Գոհարջան շատ արդեն քաշդ։ Ինչ հասնունդդ քաղցր ուտում ես, ասեցի, դե հա ուտում եմ, ասեցի ինչ չափաբաժան, ասեց դե մի հատ Միկադո եմ ուտում։ Սենց բան արեց, դելով մի հատ Միկադոն ինչ պիտի սենց հաշա ավելացնի, էլի մեկ էլ այնտեղ կողքից իրան հուշում են, էլի իմ հարազատները, որ մի հատ Միկադո
այս աղջիկի նկատի ունի մի տուփ, մի կատո։ Առանց քաղցրի չեմ կարա ես ինչ-որ մի օր, որ գնում եմ դպրոց, քաղցրել չի լինում մոտս, ուզում եմ ամեն տեղից փորձեմ ինչ-որ մի քաղցր, մի բան գոնե, չգիտեմ, ուտեմ, որովհետև շատ եմ սիրում։ Շատ սիրում եմ պաղպաղակ, այդ մրգերից խաղողի համար եմ խելագարվում։ Եթե տենց տարբերակ ունենամ, անգամ սենց կկանգնեմ այդ խաղողի դաշտերի առաջ, սենց ուտելով այդ դաշտերը կգնամ։ Պաղպաղակն եմ շատ սիրում, ամեն եղանակին ոնց որ մամային համոզում եմ, որ միշտ առնի, թխվածքն եմ շատ սիրում, հատկապես որ շոկոլադ է լինում, այն որ սև ու սպիտակ շոկոլադ է վրենում։ Մեկ էլ պոնչիկներ եմ շատ սիրում։ Հայկեջը։ Մի օր մի միջոցառում շատ լավ անցկացրեցի, ոնց որ միջոցառումից հետո հենց միջոցառման տերերը որոշեցին ինձ նվեր ուղարկել հաջորդ աշխատանքից տեղը ու ինձ ուղարկեցին կոնֆետների փունջ։ Շնորհակալություն հայտնեցի հայ միջոցառման տերերին, սթորի արեցի ու սկսվեց պատմությունը։ Էս սիլիկոնա վրան։ Կարևորը հասար ուզածիդ, ինչ սիլիկոն բա չլինի քախ է բերել եմ այդ բանից։ Գեղտոտներ, հազիվ մի բաներ նվեր ստացեց ծոցյան։ Այսպես բաժին հեսական են։ Օրինակ, եթե ինչ-որ քաղցր եմ ուզում, պաղպաղակ վերցնենք։ Մաման ասում է դասերը շուտ վերջացրու ու կգնանք կառնենք որը որ ուզում ես։ Այնքան արագ կանեմ հանուն այդ մառոժնի, որ ես գոնե մի հատ ուտեմ այդ մառոժնին։ Ժանուլն էլ անջատված կարող է ուտի, մեկ էլ սենց մոռանա էլի, որ էլի տանը մարդիկ կան, մեկ էլ վերջին կտորը կբացիկ ուտի, թուղթը սենց նաև մամ, կարող է ուզում էիր, բայց ինքը ամբողջ տուփը դատարկել է էլի։ Որ ես դաս եմ անում, որ տատին ասում է դասերը տարա իրար հետ կսարքենք, ես անում եմ արդեն որ քիչ համանում ես վերջացնեմ այդ դրանք, որ իրար հետ սարքենք, ինքը գնում է ու մեկ էլ ես տեսնում եմ, որ պրծնում է ինքը արդեն այդ թխվածքը, չգիտեմ ոնց է հասցնում, բայց ինքն է միշտ մենակով սարքում, ճիշտ է ես էլ եմ շատ ուզում իր հետ անեմ, դրա համար սպասում եմ երբ հարցակուրտները գալու, որ վերջապես առանց դաս անելու կարողանամ իր հետ տենց սարքել։ Տատին գիրք ունի տենց բան, այդ հատուկ ռեցեպտների մեջ ամեն ինչ ունի գրած։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաքաղցրասեր աստղերի թեման եւ կուզեմ հիշատակել համաշխարհային մեդիա մագնատ Show Woman Oprah Winfrey անունը։ Օպրան ունի առանձնահատուկ մոտեցում շոկոլադի հանդեպ եւ ունի իր հատուկ սիրված ֆավորիտ հավաքածուները, նույնիսկ հաճախ ինքը իր սիրած շոկոլադի հավաքածուները ընդգրկում է Oprah's favorite things, այսինքն Օպրայի նախընտրած պարագաները ցուցակի մեջ, որոնք մի անգամից դառնում են հիթային եւ սպառվում կայծակնային արագությամբ։ Հենց ինքը Օպրան անկեղծ խոստովանում է, որ ամենասիրած շոկոլադն իր համար Kohler Chocolate-ի լիմիտավորված շոկոլադն է, եւ եթե ինչ-որ մեկը փորձում է սիրաշահել Օպրային, ապա անպայման նվիրում է հենց այդ շոկոլադից։ Ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Եթե լինեմ առավել անկեղծ, ապա պետք է խոստովանեմ, որ փոքր տարիքում ուղղակի խենթանում էի խանութի հյուրուշակեղենի բաժնում վաճառվող տորթերի համար։ Յանա Կոլոսովա։ Փոքր ժամանակ տպավորված սենց բիզեներ կային, ուղղակի բիզեր է սենց լավ բարձր սենց սիրում։ Դա հատուկ կաֆեում էին վաճառում, մամաս որ հաճախում էր երկչախում, ինձ էլ տանում էր հետը։ Փորձերից գալուց պարտադիր պետք է մտնենք այդ կաֆե, մամաս ինձ համար պիտի այդ պիրոժնին առներ։ Մի հատ էլ կար սենց բիսկվիտի պիրոժներ, սովետական, մարգարինով էր, բայց ես իրան պաչիմուտը ուզում էի ուտել, ինչի չգիտեմ։ Այն ժամանակ էլի մամարի կամով չէ։ Ռոզովի սենց վրեն տենց ինչ-որ ծաղիկներ էր արած ու կողքը կանաչ տենց տերևներ կրեմից ու պաչիմուտը ես իրան շատ սիրում էի։ Չէ, ոչ թե սիրում է, այլ պրոցեսն էսի, որ պիտի անպայման դա առնենք, որտեղ ինքը վիտրինայում սիրուն դրած էր ու դու նայում ես սենց ինքը կանչում է քեզ, ասում է արի ինձ կեր։ Я так и знала, что сегодня я буду самая воспитанная.
Քույրիկս ինձանից մեծ էր, ինքը միշտ խմորեղեններ ինքն էր սիրում արկել ու ինչը սարքում էր ամեն ինչը համով էր։ Մեկը հիշում եմ, ինքը հենց թխում էր այդ ինչի մեջ, տարայի մեջ, ինչի որ սարքում է խմորը, կրեմը առանցին, չէ, գալիս է կողքը, սենց կատվի նման, այս սենց նայում էի, որ տա մի հատ գոնե լպստե ասում էր գնային կողմ, հետո հենց վերջ ասում էր գորում էր, յան, արի լպստի։ Բայց այս տարիքում բացահայտել եմ, որ միևնույն է տնական խմորեղենը ավելի հասարակ իր դիզայնով, ավելի համով է ինձ համարում։ Սիրում եմ սպիտակ, որ լինի բիսկուտը ու կրեմ, համով կրեմ, տնական կրեմ։ Կարա վրան լինի կլուբնիկա լինի, կարա չլինի, կարա բանա լինի, կարա մալինա լինի, даже վրան գլազուրով էլ։ Հա, ես ամեն ինչ շատ սիրում եմ ուզել, բայց ուտելուց ես այտենց չեմ ուտում, որ դեն ուտեմ։ Я могу съесть одна целый торт. С днем рождения, с днем рождения, с днем рождения тебя. Մեկ առիթով Յանան մեր եթերում խոստովանել է, որ շատ համեղ է պատրաստում, այդ թվում նաև թխվածքներ եւ այլ քաղցրավենիքներ։ Եվ ինչը հետաքրքրական է, չունի հստակ բաղադրատոմսեր, այլ ամենը պատրաստում է աչքաչափով, այդ պահին տանը եղած մթերքներից։ Ես ինքս պատրաստում եմ, պիրուտներով է լինում, ասենք որոշ ժամանակ կարող է հաճախակի դրանից ցակեմ, ասենք ֆրուկտովի պիրոգներ, արագ։ Ես երբեք այդ ռեցեպտները որ կան, չէ, ասես դնում են գրամերով, բաներով, չէ, ես ճաշերներն եմ տենց եփում։ Ասենք կարող է տանը, չգիտեմ, տարբեր մրգերից մնացած լինի կամ չգիտեմ ինչ կա, դա դնում եմ հետը, մեկը համով է լինում։ Այս վերջերս Արմանի ծննդյան օրներ մի հատ փուչուր տորտիկ էի սարքել, կանյաչնի կրեմով, բանով, այնքան համով էր, գլուխ չեմ գովում, իսկապես համով էր ու հյուրերից մեկը ընկերներից էր, որ երբեք չեմ տեսել, որ ինքը ախորժոտ ու կա մի բան, չէ, ես քաղցր չեմ ուտում, ասաց, վայ, ես ուզում եմ դաբովկա ուտեմ, կլինի ուտեմ, ոս իհարկե, ես ինձ ավելի լավ զգացի։ Այդ ամենին Յանա Կոլոսովան հավելեց. Եթե ես առավոտ արթնանամ ու գիտեմ, որ մեր տանը քաղցր բան չկա, ես լավ չեմ զգում ինձ։ Ես կարող եմ չուտեմ դա, բայց պիտի լինի քաղցր է։ Հա, իդեպ տենց է, ես որ մտնում եմ մի տեղ խանութ կամ չգիտեմ, կաֆեական բան, միշտ խորհուրդ են տալի վաճառողները, այսի շատ լավն է, լավ, այսի լավ շատ լավ, բայց իտոգում եկել եմ այն եզրակացության, որ պիտի ես տեսնեմ, ես ուզենամ, ու իրոք երբ որ ուզում եմ ես ինքս առանց կողքի խորհուրդ տալու, դա լինում է ամենահամով։ Ну я же не виновата, что меня на сладенькое тянет. Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենակաղցրակեր աստղերի թեման եւ այս անգամ կուզեմ հիշատակել աշխարհահռչակ փոփ դիվա Ռիհաննայի անունը։ Ռիհաննան անկեղծ խոստովանում է, որ շատ սիրում է քաղցրավենիքներ, մասնավորապես շոկոլադ, հատկապես երբ գտնվում է հյուրախաղերի կամ ձայնագրման ստուդիայում ինչ-որ մի սինգլ ձայնագրելիս։ Նույնիսկ պատտվում էին լուրեր, որ Ռիհաննան ստեղծել է շոկոլադի իր սեփական գիծը, սակայն այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, անգամ Ռիհաննան ինքը անձամբ պաշտոնապես հերքեց այդ լուրը։ Եվ չնայած Ռիհաննան շատ սիրում է շոկոլադ, այնուամենայնիվ իր ռայդերի մեջ շոկոլադ գտնել հնարավոր չէ։ Այնտեղ կարելի է գտնել մարմելադ, պոպկորն եւ չիփսեր։ Ամենայն հավանականությամբ Ռիհաննան շոկոլադի ընտրությունը ոչ ոքի չի վստահում։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Կարող եմ վստահ ասել, որ իմ ընտանիքը քաղցրասերների ընտանիք է, թե ես, թե ամուսինս եւ թե երկու բալիկներս սիրում են քաղցրավենիքներ։ Ես օրինակ չեմ պատկերացնում սուրճն առանց մեկ կտոր թխվածքի։ Գայանե Աղայան։ Մեր ընտանիքում ունենք երկու փոքրիկ, որոնց մենք արգել ենք, չարգել ենք քաղցր ուտել, այնինչ արգելվածը ավելի քաղցր է երևում, եւ այդ դեպքում մենք ամուսիններով անմասն չենք մնում այդ գործընթացից։ Ես այն ծնողներից չեմ, որ արգելք եմ դնում երեխաներին եւ իհարկե մենք սկուտեղով չենք հրամցնում իրենց, որ ինչ ուզում եք քաղցրավենիքից օգտվեք, սակայն կան արգելափակումներ։ Քաղցրը, ես չեմ ասի մեր տանը գերակշռող մաս է, իհարկե որպես ծնող անհանգստանում եմ, երբ որ առաջինը նախընտրում են քաղցրը, ապա ուտես Мне что-нибудь сладенького. Տանը
բոլոր մեր երեխաների ընկերներ, ովքեր գալիս են, գիտեն։ Խոհանոցում ունենք մի անկյուն հասանելի այդ դարակաշերտերը, պահարանները, որը ամենացածրի վրա է, որ բոլորին հասանելի լինի։ Երեխայիս ընկերներն էլ մեր բակի որ գալիս են, բոլորը գիտեն այդտեղ։ Եվ ես շատ ուրախ եմ եւ այն ծնողները, որ գալիս են մեր տուն, եթե արգելում են, ասում են, խնդրում ենք պահիր, որ չուտեն եւ այլն, ասում եմ, ինչքան երեխան աշկալի է տեսնում, այնքան քիչ է գնում այդ արգելված զոնան։ Կանայք բոլորն էլ ուզում են ունենալ գեղեցիկ կազմված, երբ որ ես հասկանում եմ, որ իմ մոտ քաշի ավելացում է նկատվում, եւ բոլորն ասում են փորձիր սահմանափակել քաղցրը, եւ առաջին հարցը, երբ որ պետք է սուրճը խմես առանց քաղցրի, դա իմ թույլ կողմն է, որտեվ այո, ես շատ սիրում եմ սուրճը միայն քաղցրով եւ շաքարավազով, եւ երբ որ այստեղ գալուց ուզում եմ հիշել իմ սահմանափակումները, դիետա ասվածը քաղցրից արգել գտնելու դեպքում ամենաերկար գրաֆիկը, որ դա եղել է, դա 1 օրն է եղել։ И диеты не пробовали? Пробовала. Пакетики с запахом протухших водорослей воняют как помойка. Знаю. И сколько потеряли? 1000 евро. Կարծում եմ դա միֆ է եւ ես վերջերս իմ Facebook-յան սոցհարթակներում հաճախ եմ կիսում նմանատիպ ստորիներով, ինքս ինձ ցույց տալով եւ իմ նման այն մարդկանց, ովքեր արգելք են դնում քաղցրի, որ դրանք զուտ միֆեր են, քաղցրի հետ կապված, դա պարզապես օրգանիզմի այն փուլերն են, անհատական է, մեկի մոտ ավել, մեկի մոտ պակաս, արտադրողականություն եւ այլն, ուստի քաղցրը առօրյա մի մասն է եւ ըստ գիտնականների օրվա մեջ դու պիտի մի փոքր դառը շոկոլադ համ տեսես, որովհետեւ ուղեղի աշխատանքին նպաստում է, տրամադրությունը բարձրացնում է։ У вас есть еще шоколадки с Гватемалы? Конечно. Сколько вам? А сколько у вас есть? Գայանեն անկեղծ խոստովանում է, որ չնայած մեր օրերում կա քաղցրավենիքների լայն ընտրանի, միևնույն է իր համար առանձնահատուկ են մանկության տարիների քաղցրավենիքների համն ու բույրը։ Քանի որ ես մեծացել եմ 90-ականների շեմին, երբ որ հիմա խոսում ենք, այդ բույրը իմ мод ակամայից անցավ մեր պլոմբիրը, որը չեմ փոխարինի այժմյան ոչ մի գեղեցիկ թանկարժեք պահպաղակներով, գունեղ տեսքով, փաթեթավորված։ Прилетит вдруг волшебник в голубом вертолете и бесплатно покажет кино. С днем рождения поздравит и, наверное, оставит мне в подарок 500 эскимо. Իհարկե Նապոլեոն թխվածքն եմ շատ սիրում։ Թռչնիկաթը վերջերս խանութներում փնտրում էի դերբի ասվածը, ես իմ մանկության հոտը հուշեր են մութ ու ցուրտ տարիներ, այո, կապել եմ դերբի հետ, ինչու՞ չէ հյութերը յուպիներ, դա կհիշեմ բոլոր իմ սերնդակիցները։ Վերջերս որտեղ փնտրեցի չգտա։ Կապ չունի իշքան դժվար էին պայմաններս, վերադարձրեք 90-ականներս, շատ ջահել ու երջանիկ էին հերսումերս, վերադարձրեք 90-ականներս։ Այն, որ Գայանեն համեղ պատրաստում է, մենք հասցրել ենք անձամբ համոզվել, ճաշակելով իր ձեռքով պատրաստած թե պահածոները եւ թե թխվածքները, իսկ ավելի ստույգ ամենից ամենաէկլերները։ Այո, ես շատ խոհանոցային մրցույթներում եմ մասնակցել, ունեցել եմ մեծ հաղթանակներ եւ իմ էջը միշտ բաց է, հասանելի է, մարդիկ տեսնում են իմ առօրյան, ինչ ենք անում, ինչ ենք պատրաստում, այնտեղ երևում են ես եւ իմ աղջիկը, մենք միասին ենք դա անում եւ այն ամենը, ինչ որ ինձ մոտ չի ստացվում, կլինի գիշեր, կլինի ցերեկ, այնքան ես նպատակ եմ դնում, որ դա հասնեմ, երբ որ դա իմ մոտ ստացվում է, ես անպայման տեսախցիկի առաջ այդ ամեն ինչը ֆիքսում եմ։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենակաղցրակեր աստղերի թեման եւ այս անգամ կուզեմ հիշատակել հայտնի երգչուհի Բիլի Այլիշի անունը։ Բիլին անկեղծ խոստովանում է, որ սիրում է քաղցրավենիքներ, սակայն դրանց վեգան տարբերակները եւ հետաքրքրականն այն է, որ այդ քաղցրավենիքները ինքը սիրում է պատրաստել ինքնուրույն։ Այսպես Բիլի Այլիշը շատ սիրում է պատրաստել գետնանուշի կարագով թխվածքաբլիթներ, որոնք ինքը պատրաստում է հատուկ ապրանքանիշի գետնանուշի կարագով, օգտագործելով նաև շագանակագույն շաքար, վարսակի ալուր եւ շոկոլադե չիփսեր։ Իսկ հա 2025 թվականին Բիլի Այլիշը կիսվեց իր երկրպագուների հետ Դուբայի շոկոլադի իր վեգան տարբերակով։ Այն ինքը պատրաստում է թարմ ելակով։ Միևնույն ժամանակ Բիլի Այլիշը շատ սիրում է պատրաստել շոկոլադե տորտ, որը որ դարձյալ վեգան տարբերակով է պատրաստում, այնտեղ ինքը օգտագործում է նաև կարագ ու շոկոլադապատ ելակ։ Ինչպես նաև սիրում է պատրաստել սառեցրած յոգուրտ եւ այլն եւ այլն։
Ինչը վերաբերում է երգչուհու Ռայդերին, ապա այնտեղ կարելի է գտնել շոկոլադե պաղպաղակի վեգան տարբերակը եւ գետնանուշի կարագով թխված քաբլիտներ։ Տեսքս շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ես քաղցրասեր եմ մանկուց եւ ոչ ոք եւ ոչինչ չի կարող խանգարել ինձ վայելել իմ սիրելի քաղցրավենիքները։ Սերգ Աբրամով։ Քաղցրակեր եմ շատ, չնայած նրան, որ դիաբետիկ եմ ու ինձ արգելված է քաղցր ուտելը, բայց դա ինձ չի վախեցնում ու ես միաժամանակ կարող եմ միանգամից մի հատ տորտ ուտեմ։ Ես նույնիսկ ընկերներ ունեմ, ում հետ կոնֆլիկտ եմ ունեցել, լուրջ ու նեղացել եմ ինձանից քաղցրը պահելու համար։ Պարզ պատճառով, որ դիաբետիկ եմ, բայց դա ինձ չի վախեցնում եւ խանգարում քաղցր ուտել։ Սիրում եմ շատ շոկոլադներ, համեղ, տորտեր։ Ինձ համար շատ կարևոր է տուփը, թխվածքի, շոկոլադի, ոնց որ եւ պարֆյումի հետ այն մոտ տենց էլի ասոցացնում եմ, անուշ համով հոտ կարա լինի եւ տուփն է պիտի համով լինի։ Ու մի հատ sense հետաքրքիր բան, ինչ որ ես լավ կերած եմ, հաց կերած եմ, քաղցր չեմ կարող ուտել, բացառվում է։ Բայց սոված փորից կարող եմ քաղցր ուտել ու կշտանալ։ Ես հիմա սկսել եմ double դեղերս խմել, համաձայն եմ նույնիսկ դրան, բայց քաղցրից հրաժարվել ոչ մի դեպքում։ Սիրում եմ շրջագայել ու առաջինը ինչ ես մտածում եմ, որ պիտի անպայման առնեմ այդ երկրից բերեմ հետս, դա իրանց քաղցրավենիքներն են։ Вы хотите купить что-нибудь для своей подруги? Սերգն անկեղծ խոստովանում է, որ իր սերը քաղցրի հանդեպ այդքան մեծ է, որ ինքը կարող է կոնֆլիկտ ունենալ այն մարդու հետ, ով փորձի զրկել իրեն այդ հաճույքից։ Մի անգամ կոնֆլիկտ պիտի լիներ, բայց զավեշտալի դեպք եղավ։ Ակումբներից մեկում աշխատում էինք ջուսի հետ։ Ինքը շատ sense բան ա վերաբերվում, էլի նա սլիդից ասա ոյ, в общем, այդ շաքարը բան sense բաներ։ Ու մի կոնֆետ կար շատ համեղ sense մեծ, ես պահել էի բանալու տակ, բայց այս կոնֆետը ձեր չտակ հանկարծ։ Ու միջև այդ իրան գիտեմ, այս կոնֆետի համար կամ կռիվ անեմ։ Երկում գալիս եմ, բացում եմ պահարանը, կոնֆետը չկա։ Կոնֆետ վրա Կարծում եք, որ ես եմ տարել արմեմ իսակույց, ես երբեք։ Գիտեք, իմ ատամների այնպեսի վիճակ մեծ քաղցր ընդհանրապես չեմ ուտում։ Կոնֆետ վրա Ես տիրայի մեջ ընկած, որտեղ ինձ պետք է այդ կոնֆետից համար շատ կարևոր է այդ քաղցրը իմ կյանքում։ Գոռում ասում, ով ա կերե կոնֆետը, ջուսը առաջ եկավ, ասեց, ես ջանս, ասից քով էր թույլ տվել, ով էր ասել, որ դու ուտեիր։ Պաուզա, ասենց արեց։ Աստված։ Կարկապ ընկա, չեմ կարող բան ասեմ։ Ծիծաղացինք իհարկե, միակ դեպքն է, որ դուր դմփոտ չեղավ, մամայի հետ ենք մեկ-մեկ կռվում, փորձում ա պահել ինձանից քաղցրը էլի առողջության համար, որ քիչ-քիչ կերվան, բայց մի կողմից էլ բաղցս բերել է, որտեղ մաման էլ է քաղցրակեր։ Այդ ամենին Սերգ Աբրամովը հավելեց. Не прятали, հակառակ, այնքան են տվել մեծ առաբոտոսի բե։ Ես էլ առանձին, մաման էլ առանձին, ունեն կոնֆետերի դարակներ, բավականին մեծ են, տարբեր ձևի։ Այս վերջերս նույնիսկ մի դեպք եղավ, ժամ 3-ի կողմ գիշերը աչքես բացում եմ ու հասկանում եմ, որ ինձ քաղցր է հիմա պետք, դո սմերտի։ Պատրաստ եմ մամային արթնացնեմ, ես մեկ այդ քաղցրը պիտի ընդունեմ։ Ինչի, որովհետև վերկացա խոհանոցում նայում դարակներում չկա, որտեղ որ պիտի լինի։ Ուրեմն մամային արթնացրել եմ, վերակացել։ Ես քեզ տուփ այդ բամբան երկասվածի, հա, այդ տուփի կոնֆետների կերել եմ, նոր քնել եմ։ Այդքան քաղցրակեր եմ ես։ Ու իմ կյանքը առանց քաղցրի չեմ պատկերացնում։ Мишка, смотри, какая у меня сладкая жизнь настала! Ամենից ամենան շարունակում էր եթերը եւ բոլոր նրանք, ովքեր հենց այս պահին միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենաքաղցրակեր աստղերի մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում, մնացեք մեզ հետ։ Մանկուց մեր տնից թխվածքի անուշ բույր էր գալիս, քանի որ մայրս շատ համեղ է թխում։ Բնականաբար ունեցել եմ նաեւ իմ նախընտրած թխվածքները։ Սիլվա Պետրոսյան։ Մաման մի տեսակի խմորեղեն կարծրակում էր, պիրոժնկա էինք ասում, չգիտեմ ոնց բացատրեմ, ոնց որ նույն տորթը լիներ, բայց փոքր տարբերակներով։ Հիշում եմ, որ իր մեջ նաև նուռ կար, երբ որ մաման այդ պատրաստում էր, մեր տանը ուղղակի տոն էր։ Մեկ էլ հիշում եմ, որ մաման ինչ-որ խմորեղեն էր պատրաստում, այդ հարիչի ոտիկները կռիվ էր գնում իմ քուրիկից մեջ, ով ա ուտելու այդ հարիչի ոտիկների վրայի մնացած կրեմը։ Լավ ա, որ երկու հատ էր, մեկը ես, մեկը քուրիկս ու այդ ամանդել, մի խոսքով մենք երկուսով վերջացնում էինք։
Երբ որ արդեն իմ բալիկը ծնվել էր, իսկ իմ աղջիկը ծնվեց COVID-ի շրջանում, թատրոնը փակեր օպերային եւ աշխատանքի չէի գնում։ Ես այդ մի տարվա ընթացքում այնքան խմորեղեն եմ պատրաստել ու մասնագիտացել էի արդեն այդ հարցում։ Ամեն ամիս այդպես իր համար տորտ ես եմ պատրաստել, այլային գլազուրով, տարբեր մարցիպանով, ձևավորումներով, իր ատամհատիկի տորտներ եմ ես պատրաստել։ 2 օր երևի այդ մարցիպանի հետ ֆիգուրկաներն էի պատրաստում, բայց ասեմ բավականին լավ էր ստացվել։ COVID-ը հենց ավարտվեց, իմ խմորեղենների կարիերան էլ ավարտվեց։ Եթե ինձ կյանքում հասեն կա օրինակ 2 բան, որ անverջ կարող ես ուտել ու ոչ մի վատ բան չի լինի օրգանիզմիդ հետ, դա կլինի եւ թե Նապոլեոն խմորեղենը ու չիզքեյքեր։ Կարող եմ մի ամբողջ մեծ տորթը միանգամից ուտել, իհարկե ես միշտ զսպում եմ եւ սահմանը երբեք չեմ անցնում։ Սիրում եմ կաթնային շոկոլադ, շատ սիրում եմ սպիտակ շոկոլադ, էկլերներ եմ շատ սիրում։ Վերջերս ինչ որ շատ հայտնի ա դառել նաեւ այդ պիստակով էկլերները, որերի շատ համով են։ Доедаю последнее. И пусть мне будет хуже. Դուբայ շոկոլադը որ դուրս էր եկել, ահա որ մեծ ցանկություն էի փորձելու, ու հետո քուրիկս որոշեց տանը պատրաստի։ Հետո ընկերուհիս բերել էր Դուբայից ինձ համար, երևի թե քուրիկիս պատրաստած է մի քանի անգամ ավելի համեղ է, ու ինքը սարքում է միշտ մեծ քանակությամբ, ու այդ մեր տանը տևում է 3 օր մաքսիմում։ Շատ սիրում եմ կապուչինո, օրինակ դասական կրուասան, բայց եթե սև սուրճ է, շոկոլադով կրուասան, նուշով կրուասան։ Երևանի օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնի օպերային մեներկչուհի Սիլվա Պետրոսյանն անկեղծ խոստովանում է, որ ոչ մի առիթ բաց չի թողնում քաղցրավենիքներ ուտելու իմաստով։ Սուրճը միշտ խմում եմ դառը, բայց պարտադիր պետք է հետը լինի քաղցրավենիք։ Ես ինձ մոտ պայուսակում փորձերի ժամանակ էլ միշտ ունենում եմ ինչ-որ քաղցրավենիք, որտեղ ոչ միշտ հնարավորություն լինում երկար այդ միջման, որ կարող ենք գնալ ինչ-որ միտեղ ճաշելու, քաղցրը ինձ ուղղակի փրկում է։ Շատ ժամանակ լինում է, որ քաղցրը ընդհանրապես բացառում եմ իմ կյանքից։ Փոխարինում եմ չամիչով, չրեր, մրգեր։ Դա կարող է տևել օրինակ 2 շաբաթ, 3 շաբաթ։ Հետո ինչ-որ միտեղ ինձ ասում են լավ, դե մի հատ եկեր, ինչ ա քեզ Այդ մի կտորը եթե ես կերա, ուրեմն վերջ, հաջորդ օրվանից ես գալիս եմ իմ սիրելի քաղցրավենիքներով էլի։ Шоколадный эклер. Ешь. Ненавижу тебя. Այդ ամենին Սիլվա Պետրոսյանը հավելեց. Աղջիկս ես միշտ փորձում եմ իրանն սահմանափակել, որտեվ թե չի կարելի չափ հանձնել, բայց եթե ես իրան թողնեմ, ինքը մի կիլոգրամ կոնֆետը մի անգամից կարա վերջացնի։ Եթե մոռանում եմ օրինակ ափսեն կոնֆետներով սեղանին, գալիս եմ տեսնում եմ, որ ափսեն կա, ու կա կողքը լիքը թղթեր։ Չկա ոչ մի կոնֆետ։ Ես էլ ամուսինս էլ աղջիկս էլ առանց քաղցրի չենք կարող ապրել։ Եվս մեկ ամենից ամենամասնակից մնաց ներկայացնեն ձեր ուշադրությանը եւ ես առանց չարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Դեռ մանկուց եղել եմ քաղցրասեր եւ շատ սիրել եմ բոմբոնիերկա, հատկապես մեջտեղում դրված կոնֆետը։ Արման Վարդանյան Դեռ փոքր տարիքից իմ մոտ արտահայտվում էր քաղցրակերությունը։ Հայրիկս եւ մայրիկս միշտ պահոցներում ունենում էինք տարբեր տեսակի քաղցրեղեններ եւ մայրս փորձում էր միշտ հնարավորինս չափ ինձնից հեռու պահել, որովհետեւ գիտեր, որ շատ քաղցրակեր եմ ու չի կարող ինձնից դա թաքցնել։ Որտեղ որ պահեր, միևնույնն է ես գտնում էի։ Այն տարիներին կային բամբանյարկաներ, որոնց միշտ մեջտեղինը ամենահամովն էին դնում ու քանի որ միշտ այդ մեջտեղինն էի ուզում էի հասնել դրան, չփչացնելով փորձում էի սենց գախնի կերպով բացում էի բամբանյարկան, ինչ որ գործիքներով վերցնում էի մեջտեղի հատիկը, նորից փորձում էի տենց ակուրատնի ծածկել, որպեսզի չերևար որ ընդհանրապես ձեր տված է ու հետաքրքիր մի հատ դեպք պատմեմ, ուրեմն մայրս վերցնում է մի հատ շոկոլադ, հետո որ տանի ինչ որ միտեղ եւ ես տեսնում եմ այդ շոկոլադը, հիմա չգիտեմ էլ ոնց ասեմ Միձե մոտիկացել եմ, մամ ջան ասում եմ, ոչ պետք է որ այս շոկոլադը տանես, տարբեր ձևերով փորձում եմ բացատրեմ, որ պետք չի էլի, ես տանել, դե չեմ ուզում ասեմ ինչն է պատճառը, բայց վերջը ասացի։ Եվ մայրս միշտ ջղայնանում էր, ասում էր, տղա ջան, ասում էր, մի հատ կթողես, գոնե նորմալ է, որ ունենանք էլի տունը։ Вкусновато.
Но маловато. Խտացած կաթերի հետ կապված հետաքրքիր բան կար, միշտ հայրս այն ժամանակ շատ էր բերում ու մայրս էլ գիտեր, որ նկողում միշտ կար էլի։ Ու մի օր ասես գնա բեր ու ես ոնց բերեմ, որ ոչ մի բան չկար արդեն։ Ես ամեն օր գնում էի եւ հարմարացնում էի, օգտվեի այդ խտացած կաթից։ Մի խոսքով տունը չէր մնացել ընդհանրապես խտացած կաթը եւ մայրը զարմանքով իջել նայում է, ոնց կարող է այդքան խտացած կաթը չլինի էլի։ Ու ես դա արդեն ամիսներ շարունակ օգտագործել էի։ А потом еще немного. Еще немного. Пока, увы, совсем ничего не осталось. Երեք քույր ունեմ եւ ոնց որ չէին թողում մայրիկս պատրաստել, քանի որ տան փոքրն եմ եղել։ Քույրիկներս իմ համար ավելի շատ այնց քաղցրեղեն, խմորեղեններ տարբեր տեսակի պատրաստում էին։ Արմանն անկեղծ խոստովանում է, որ մեծանալուն պես իր սերը քաղցրավենիքի հանդեպ չի նվազել։ Մեծ տարիքում էլ անգամ մշտական օգտագործում եմ շոկոլադ։ Դաժե երգելուց առաջ սիրում եմ։ Շատերը ասում են, որ կոկորտին լավ չի, երբ որ երգելուց առաջ օգտագործում ես, դժվարացնում է երգելը, հա, այսպես ասեմ։ Իսկ իմ մոտ հակառակն է։ Ինձ թվում է եւ տրամադրությունն է փոխում դեպի լավը եւ ավելի հանգիստ եմ երգում։ Մի խոսքով ես շատ եմ սիրում շոկոլադ ուտել եւ հետո երգել։ Թխվածքներ նույնպես սիրում եմ, բայց հիմնականում ավելի շատ շեշտը դրված է իմ մոտ ոնց է շոկոլադների վրա։ Երբ որ մեզ հրավիրել էին Շվեդիա, այնտեղ երգելու հայ համայնքի համար պետք է երգեինք, մենք այնտեղ բացահայտեցինք մի հատ հետաքրքիր շոկոլադ կար, հենց իրենց տեղի արտադրանքներ, եւ այնտեղից ես բավականաչափ բերել էի, որպեսզի բոլորին հյուրասիրեմ։ Вы совершенно напрасно, но мне приятно. Там конфеты. Я так и поняла, спасибо. Այդ ամենին Արման Վարդանյանը հավելեց. Ես հիմա ավելի շատ վայելում եմ իմ կնոջ սարքած խմորեղենները, որը որ շատ լավ է պատրաստում։ Կինս գիտի ես ինչ եմ սիրում, բայց երբեմն ուշացնում է փորձելով, որ ես անպայման ես ասեմ, որ պետք է պատրաստես, չգիտեմ, քաղցրը պետք է անպայման լինի իմ կյանքում, չգիտեմ, չեմ պատկերացնում։ Անբաժանելի մասն է իմ կյանքի քաղցրը։ Մեզանում շատ կանայք ու աղջիկներ խուսափում են լուսանկարվել առանց ֆիլտրերի կամ տեսնել իրենց հայելու մեջ, որովհետև այնտեղ իրենց դեմքը նրանք տեսնում են առանց արհեստական բանականության շտկումների։ Սա իսկապես բավականին լուրջ հոգեբանական խնդիր է, որն ազդում է ինքնագնահատականի անկման վրա եւ որպես կանոն սխալ որոշման կայացմանը, դիմել պլաստիկ միջամտության օգնությանը։ Բայց այս պարագայում շատ կարևոր է հանդիպել այն ճիշտ պլաստիկ վիրաբույժի, որը զրուցելով պացիենտի հետ սթափ գնահատում է իրավիճակը եւ կարողանում ճիշտ ուղղորդել եւ կողմնորոշել պացիենտին անել այդ պլաստիկ վիրահատությունը թե ոչ։ Որ դեպքում պլաստիկ վիրահատությունը իսկապես օգնում է մարդուն բարեկարգել իր արտաքին տեսքը, բարձրացնել ինքնագնահատականը եւ ընդհանուր հոգեկան վիճակը, իսկ որ դեպքում ընդհանրապես հոգեբանական թեթև թերապիան եւ էսթետիկ բժշկությունը կարող են բերել պացիենտին գեղեցիկ, թարմ, շլացուցիչ արտաքին։ Եվ այսօր մեր եթերում ես գերագույն հաճույքով հյուրընկալեցի հենց նման պլաստիկ վիրաբույժ դոկտոր Նարեկ Ազատյանին, որի մոտ պացիենտները գալիս են աշխարհի ամենատարբեր կետերից։ Ինձ մեծ բախտ է վիճակվել ծնվել ու մեծանալ բժիշկների ընտանիքում, պապաս ստոմատոլոգ էր, ունենց է ստացվել, որ այդ մասնագիտության ընտրությունը ոչ թե եղել է ուղղակի, այլ իմ ցանկությամբ ընդունվել եմ Հերացանման բժշկականների ինստիտուտը եւ ավարտել եմ 2010 թվականին, հետբուհական ուսուցումնել եմ մի մասը ստեղ անցել ինտերնատուրա, հետո աշխատել եւ սովորել շարունակել եմ Մոսկվայում որպես բժիշկ ստոմատոլոգ իմպլանտոլոգ մինչեւ 18-19 թվականն։ Ինչու ընտրեցի պլաստիկան ու դիմատոնական վիրաբույժ մասնագիտությունը, փոխեցի ավելի ճիշտ ու ընտրեցի, որովհետև այն արդյունքը, որը որ տեսնում ես մի անգամից, այդ մի ուրիշ ոգևորություն է։
Իրականում շատ ուրախ եմ, որ ես ստոմատոլոգիայից հետո եմ փոխել իմ մասնագիտությունը որպես պլաստիկ դիմացնոտային վիրաբույժ, որտեղ ստոմատոլոգիան էլ է սիրում մանրակրկիտ, նրբանկատ, համբերատար աշխատանք, նվիրվածություն, այդքանով ինձ օգնել է իմ նախկին մասնագիտությունը։ Բոլորս էլ ունենք բժիշկներ, ում ձեռագրին ուզում ենք մոտենալ, ու ես տարվա մեջ ամենակիչը 4 անգամ գնալ այդ մասնագետների մոտ ինչ-որ մի նոր բան սովորել կամ համոզվել, որ ճիշտ էին անում փաստորեն, մի նման դեպքեր էլ։ Մասնագիտացված եմ դեմքի և պարանոցի պլաստիկ բոլոր վիրահատությունների վրա, ամենից հաճախ դիմում են ինձ դեմքի ընդհանուր ձգուն, ամբողջական ձգուն, ֆեյսլիֆտինգ վիրահատության համար, թի վիրահատության համար, օթոպլաստիկա, հակաժների վիրահատություն, բլեֆարոպլաստիկա, վերին ստորին կոպերի, բրոուլիֆտինգ, էնդոսկոպիկ եղանակով հոնքերի ձգում։ Գիթը իրականում թվում է թե փոքր, բայց շատ անկանխատեսելի վիրահատություն է։ Պետք է հիշել, որ քիթը շնչելու համար է, շատ կարևոր դեր է խաղում մեր կյանքում, պահպանելով հիմնական քթի ֆունկցիան, շնչելն է, իսկ պլաստիկայի մասով առաջինը պետք է ունակություն, համբերություն լսել պացիենտին եւ հասկանալ, երկրորդը ունենալ նրբանկատություն, շաշակ, ամեն ինչը իրականացնել։ Լինում են դեպքեր, որ լինում է համակցված վիրահատությունների կարիք, թույլատրելի եւ տրամաբանականի սահմաններում։ Օրինակ բերեմ, կարող է լինել քթի վիրահատություն, որը թե պլաստիկա, թե շնչառության համար վիրահատություն, համակցված, երբ որ գալմարի տունի ծոցերում կա խնդիրներ։ Καλησπέρα, με λένε Δημήτρη και μετά από πάρα πολύ μεγάλη απόφαση πήρα την απόφαση να έρθω στην Αρμενία, στο κύριο Νάρεκ, να κάνω διάφραγμα στη μύτη και αιχμωρίτιδα. Είδα στο ίντερνετ πιο πολύ, στο Instagram έψαξα πάρα πολύ καιρό. Πιστεύω όλα θα πάνε καλά γιατί τον θεωρώ έναν από τους καλύτερους γιατρούς και τον εμπιστεύομαι. Δεν βρήκα μέσα που ήρθα εδώ πέρα, πήρα την απόφαση και ήρθα και σε αυτό φυσικά έκανα την εγχείρηση. Όλα πήγαν καλά και χαίρομαι πάρα πολύ γι' αυτό. Ευχαριστώ πολύ. Լինում է, որ քիթը կոպերի հետ, այսինքն, եթե կա կարիք երկու վիրահատություն կատարելու մի վիրահատության ընթացքում, թե այդ վիրահատական շրջանն ավելի թեթևացնում, վերականգնման համար ժամանակ։ Որ ասեմ ինչ-որ մեկը խորհրդատվել չէ, ուղղակի աշխատանքներին շատ դուր եկավ, դրա համար ընտրեցի հենց Նարեկ Ազատյանին։ Ուզում եմ ասենց սիրուն, որ հայացքս ավելի ասենց վայրի լինի, այո։ Ինչ եմ ուզում եմ լիպոսակցիա, բայց ջոլի պրոֆիլ լինի։ Մի խոսքով ուզում եմ փոխեմ, ուզում եմ սիրուն անեմ ու շատ վստահ եմ, անկեղծ եմ ասում, շատ վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ամեն վիրահատություններից առանձնացնում եմ ֆեյսլիֆտինգը, դա դեմքի ամբողջական ձգումն է։ Տարբեր տեխնիկաներ կան, մեկը դիպլերն է, որ ավելի խորի հյուսվածքներից, մյուսը, երբ որ մկանները պլատիզմապլաստիկա է, մեր բզի մտանն ենք հատում, կարճացնում, հա, եւ սմասը դա մեր դեմքի մկաններն են, աշխատում ենք հիմնականում կապանային համակարգի հետ, ոչ թե մաշտ ենք ձգում, այլ ձգում ենք մկանը ամբողջական, որպեսզի մաշկի վրա նապրոսկա չընկնի ծանրաբեռնվածություն։ Ֆեյսլիֆտը մեր դեմքի մկանային, կապանային համակարգն է, որը ամեն օր թե ուտելուց, թե խոսալուց, թե ծիծաղալուց միշտ մեր հետ է ու այդ մկանները թուլանալու հակում ունեն ու շատ շատ է լինում, որ պացիենտներ կան տեսել են արդյունքը 10 տարի հետո նորից են դիմում, կարան 3 անգամ վիրահատվեն ֆեյսլիֆտինգ վիրահատությունը։ Այս վիրահատություններից առանձնացնում ենք ճակատային հոնքային մասում բրոուլիֆտինգը, էնդոսկոպիկ վիրահատությունները, իրանք սպეციფიկ են, 1-2 անգամ կարելի է անել։
Վերին կոպերի պլաստիկան էլ է հնարավոր, օրինակ, թե մաշկը թուլացել է, թեկուզ 5-6 տարի անցել, կարելի է կառեկցիա անել, ստորին կոպերը մի փոքր ավելի կապրիզնի վիրահատություն է, պետք է կոնկրետ ցուցում լինի։ Լինում են դեպքեր, երբ միայն տրանսկանոնկտիվալ կտրվածքով, այսինքն երկրաթաղանթի աչքի ներսից միայն ճողվածքներն ենք հեռացնում, այլ մաշկի կարիք չկա պլաստիկ անելու։ Քանի օր անցել վիրահատությունից։ 4 Բացի պլաստիկայի երիտասարդացնող վիրահատություններից դիմում են նաև այլ խնդիրներով, ֆունկցիոնալ խնդիրներ, տրավմաներ տարիքի հետ ձեռք բերած։ Օրինակ ես վերջերս պացիենտը պատմում է 9 տարեկանում ունեցել էր շատ խորը մեծ այրվածքներ դեմքի վրա։ Վիրահատական ճանապարհով շտկեցինք այդ իր ձեռք բերած այրվածքը, սմուցող ոտիկով մաշկ վերցրեցինք, հա տեղափոխեցինք ու շատ լավ արդյունք է այս միջանկյալ արդյունքը անցել է մոտավորապես 1-2 ամիս։ Չեմ ձգելու մումիայի պես։ Ասում սուս կմնամ, բայց չեմ մաչացանի։ Так что ուզեմ ստեղել կանեմ։ Ցանկացած բժիշկ ինձ թվում է պետք է ունենա պացիենտին լսելու ունակություն, հասկանալու, առավել ևս պլաստիկ վիրաբույժը ու այդ շատ կարևոր է, քանի որ փորձում ես հասկանալ, թե պացիենտը ճիշտ պատկերացում ունի, ինչ խնդիր կա եւ ինչ լուծում է պահանջում, թե սպասելիք արդյունքի չգերագնահատելը, թե հետվիրահատական շրջանում այն համբերատարությունն, որ պետք է ռեաբիլիտացիան անցնի։ Ու շատ կարևոր է առաջին իսկ կոնսուլտացիայից հասկանաս այդ որոշմանը ինքն է եկել, թե ինչ որ կողքից ասել են։ Լինում են դեպքեր, երբ որ ես հրաժարվում եմ վիրահատել ու իրականում պացիենտի մոտ ինչ-որ հուզական կամ այլ հարցեր են առաջացել, կոմպլեքսներ էր բերել, որ կոնսուլտացիայից հետո ինքը հրաժարվեց այդ մտքից ու ուրախ զվարթ ապրում է։ Իսկ այն պացիենտների հետ, ում հետ արդեն կայացրել ենք որոշում, որ գնում ենք վիրահատական շտկման կամ լավացման, պետք է նույն ձև բժշկից իրանք լսեն իրական ակնկալիք, սպասելիք արդյունքը։ Շատ կարևոր է հետվիրահատական ռեաբիլիտացիայի ճիշտ հետևելը, որովհետև վիրահատությունից սպասվող արդյունքը իրականում ինչքան կախված է բժշկի այդ ունակություններից, փորձից, հավասարաչափ էլ կախված է պացիենտների կողմից այդ առաջնային շրջանում իրանց հետվիրահատական ճիշտ խնամքից։ Իրականում պլաստիկ վիրահատությունները մի քիչ երիտասարդացել են, առանձնացնեմ էլի դեմքի ամբողջական ձգում վիրահատությունը, այսինքն այն պացիենտները, ովքեր որ երիտասարդ տարիքում են ցանկանում, իհարկե եթե կա ցուցում տրավմաբանական, որ էլ կոսմետոլոգիան հնարավոր է չլուծի այդ խնդիրը, գնում ենք ավելի երիտասարդ տարիքում վիրահատության, քանի որ տվյալ տարիքում օրգանիզմի ռեզերվը, հնարավորությունները պայքարելու, մաշկի տեսակը որակական շատ ավելի լավն է ու հետ վիրահատական շրջանն ավելի թեթև են անցնում ու արդյունքն ավելի երկար է պահպանվում։ Դեմքի ստորին 1/3-ի ձգում եւ ականջների պլաստիկա։ Մի փոքր ուղղելու ենք ականջները։ Շատ եմ համոզել չանենք, բայց ոչինչ։ Անցել է ուղիղ 2 ամիս, ոնց է։ Շատ լավ եմ, շատ գոհ եմ դոկտորից։ Պլաստիկան եւ կոսմետոլոգիան կարելի ասել փոխ լրացնում են կամ լրացնում են իրար, որպեսզի մաքսիմալնի ստանալ են լավ արդյունքը, քանի որ բնության մեջ իդեալական ոչինչ չկա, ամեն մեկի պատկերացումը տարբեր է լինում, այդ թվում օրգանիզմի պատասխան ռեակցիան վիրահատությանը ու կարևոր է, որ հետվիրահատական շրջանում էլ այցելեն կոսմետոլոգներին իրանց մաշկը լավ պահելու համար, որպեսզի արդյունքը երկար մնա։ Ասում են, բա վիրահատվել ենք, բոտեքս ինչու անենք, բոտեքսի միջոցով տարին 1 անգամ կամ 2 անգամ այդ վիրահատությունից ստացած արդյունքը կարելի է պահպանել։ Այսպես փոխվելուց հետո ինձ զգում եմ ավելի երիտասարդացած, ավելի ինքնագնահատականի բարձրացում է մոտս եղել, չեմ զգում բացարձակ իմ տարիքը։ Ինձ մոտ վիրահատվելու գալիս են աշխարհի տարբեր երկրներից, հայերից բացի, այլ ազգի պացիենտներ, շատ շնորհակալ եմ իրանց ինձ ընտրելու ու վստահելու համար։ Ça commence un peu au hasard dans une soirée. Добрый день, меня зовут Татьяна, я приехала из Канады, мне 38 лет. Я приехала в Ереван к доктору Нареку, чтобы сделать омоложение лица. Get out the
way, bitch, get out the way. Прошло 14 дней со дня моей операции. Я очень довольна результатом. Всем рекомендую. Ես ինքս վիրահատում եմ Երևանում եւ դեռ Մոսկվայում հուլիս ամսից լինելու են այնտեղ ընդունելության օրեր եւ վիրահատություններ։ Լավ արդյունքի եւ ապահով վիրահատության համար շատ կարեւոր է անձնակազմում վրա հաստատ վստահես եւ գիտես, որ ամեն բան նորմալ կլինի, ոնց որ չերևացող մեր անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգներն են, որոնք պացիենտի անխափան, ապահով քուն, արթնացում եւ մնացած բժշկական կազմը։ Եվ ես շատ ուրախ եմ, որ ունեմ այն թիվում, վստահում եմ, միասին աշխատում ենք, որոնց շնորհիվ մենք ունենում ենք այդ ապահով վիրահատական ընթացքը ու լավ արդյունքները։ Շնորհակալ եմ իրանց։ Ու ինչն է կարեւոր մեր աշխատանքում, որտեղ շատ պատասխանատու աշխատանք է, երբ որ կողքից տենում ենք այդ էմոցիաները, թե ոնց են պացիենտները իրանց նոր դեմքը, չգիտեմ, նոր քիթը տենում, այդ ամեն ինչը մեզ նոր ուժ է տալիս, նոր ոգևորություն, նորից շարունակելու մեր գործը։ Բարև ձեզ, ես Արփին եմ։ Վիրահատությունից անցել է 3.5 ամիս եւ ես շատ գոհ եմ իմ արդյունքից, շատ շնորհակալ եմ բժիշկ Նարեկ Ազատյանին իր կատարած աշխատանքի համար։ Ու պացիենտները հաճախ են ուրախությամբ բարձրաձայնում, որ իրանց ինքնագնահատականն է փոխվել ու հիմա ուրիշ երջանիկ մարդ են։ Մեր սիրելի տիկին Ջուլիետային կատարել են համակցված վիրահատություն։ Եկել է պահը Օվենա խորագրի, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն են ներկայացնում իրենց ուշադրությանը։ Իդեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթ։ Այս ամենահայտարքիրները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա Օվենա խորագրի հերոսը։ Կարող եմ բաննա։ Մի վարկյա։ Ասի Ռեմբոն է։ Հալկոս։ Դու կարացել ես գուշակես, ինձ նենց հետաքրքիր է։ Կամ է Ռեմբոյի թորն է։ Բանն է։ Սիլվեստր Ստալոն։ Սիլվեստր Ստալոնը։ Ստալոնեն է։ Չէ։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ, իմաստուն քաղցրակերներից միտքն առայն, որ բալանսավորված դիետան ենթադրում է, որ պետք է հավասարակշռության համար յուրաքանչյուր ձեռքի մեջ լինի 1 կտոր շոկոլադ։ Դե իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետև մենք անոնսներին, բացահայտում անվանակարգ շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Դες մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերին։ Հաջողություն։